Հայաստան, Երևան հանրային հեռուստաընկերություն, բարի երեկո, մենք ազատ գոտում ենք։ Սամվել Թամարյան երկու անգամ դատապարտվել է ազատազրկման։ Նորայր Թամարյան աշխատել է անտառապահ և պետական անտառին վնաս պատճառելու համար ազատազրկվել է։ Կամսար Թամարյան խուլիգանության համար քրեական գործ է հարուցվել նրա դեմ և գյուղապետի միջնորդագրով և երաշխավորությամբ չի ազատազրկվել, այլ դրա փոխարեն 1 տարի եղել է գյուղապետ Վանո Եղազարյանի դաստիարակության ներքո։ Վանո Եղազարյան, բանասիրական գիտությունների դոկտոր, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի գրականության ամբիոնի դոցենտ, Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի անդամ։ Հեղինակ է 9 գրքերի 60-ից ավելի գիտական հոդվածների։ Համայնքի ղեկավար ընտրվել է 4 անգամ։ 2007 թվականին պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ոսկե մեդալով իբրև լավագույն համայնքի ղեկավար։ Լեռնապարտ տարեցների պարային համույթի գեղարվեստական ղեկավարն է։ «2011 թվականի դեկտեմբերի 12-ին ազատ գոտի հաղորդաշարով Արտակ Վարդանյանը հայտարարում է. Լոռու մարզի Լեռնապատ համայնքի խնդիրները շատ են և անլուծելի։ Գյուղի մասին պաշտոնական տեղեկության փնտրտուքները բացահայտում են, որ անմխիթար վիճակում է գտնվում գյուղի փողոցները, դպրոց, իսկ մշակույթի տանը գործող գրադարանի այրվելուց հետո ոչնչացավ ու այդպես էլ չհամալրվեց գրադարանի ֆոնդը։ Համայնքը զրկված է հասարակական միջոցառումներից։ Նա գյուղի խնդիրներն անլուծելի չեն։ Համայնքում իմ գյուղապետության շրջանում իրականացվել են 40-ից ավելի ծրագրեր։ Համայնքի համար 2007 թվականին պետական բյուջեի միջոցներով կառուցվել է դպրոցի տիպային շենք, այն համալրված է անհրաժեշտ գույքով և սարքավորումներով, որը 2008 թվականի դեկտեմբերի 7-ին վարչապետ Սերժ Սարգսյանի այցելության ժամանակ վարչապետը նվիրեց դպրոցին։ Դպրոցը կրում է ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հոր Երվանդ Դալլաքյանի անունը և մշտապես պատգամավորի ուշադրության կենտրոնում է։ 2009 թվականին սոցիալական ներդրումների հիմնադրամով նախագահ Սերժ Սարգսյանի միջնորդությամբ կառուցվել է համայնքային կենտրոն, որը բաժանված է երկու մասի՝ գյուղապետարանի և հանդիսությունների սրահի, որտեղ անց են կացվում հասարակական միջոցառումները։ Հարիկ Միտիչյանը հայտարարում է. Գազաֆիկացման համար մեզանից անօրինական կարգով փողեր հավաքեց, իբր թե գազա օգնության կարգով։ Գյուղապետը անձամբ ես 80,000 ռուբլի տարել եմ, տվել եմ իրան, դրա դիմաց ոչ մի չեք, ոչ մի բան չեմ ստացել ու ոչ մի տեղ չի նշվել։ Դա գրանցել է իր գրպանը։ Իրականում համայնքի գազաֆիկացման նպատակով Լեռնապատի գյուղապետի և գյուղական տարածքների տնտեսական զարգացման ՑՂԿԳ պետական հիմնարկի տնօրեն Գագիկ Մաթեոսյանի միջև 24.03.2009 թվականին կնքված պայմանագրով համայնքը պարտավոր է 1.500.000 դրամ փոխանցելու որպես ֆինանսավորման գումար, ինչը կատարվել է համայնքի բյուջեից։ 17.02.2009 թվականին կնքված համաձայնագրի 1-2 կետի համաձայն համայնքի ավականու 30.03.2009 թվականի թիվ 16 որոշմամբ համայնքի ղեկավարին թույլատրվել է բնակչությունից կազմակերպել հանգանակություն գազաֆիկացման ծրագրին ոչ ստանդարտ կամ օգտագործված վենասյուներ հանձնելու նպատակով։ Գյուղապետի 02.11.2009 թվականի թիվ 45 կարգադրությամբ ստեղծվել է հանձնաժողով, որում ընդգրկվել են ինչպես ավականու անդամներ, այնպես էլ գյուղապետարանի աշխատողներ ու բնակիչներ, ովքեր հանգանակել են գումարներն իրենց թաղամասերից։ R01 փետրվարի 2010 թվականը հանգանակվել է 3.110.000 դրամ, որից ծախսվել է 2.525.200 դրամ, իսկ մնացորդը 584.800 դրամը համայնքի ավականու որոշման համաձայն թիվ 162 օրդերով գյուղապետը մուտքագրել է համայնքի բյուջե։ Նույն զրպարտությունը տարածել է նաև Ֆարհադ Ոսկանյանը, ով Լոռու մարզի Աղաջին Ատյանի դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի վճռով արդեն իսկ տուգանվել է 102.000 դրամով և ճանաչվել զրպարտիչ։ Բորիս Աշնավյանը հայտարարում է, թե գյուղապետն ազնիվ չի եղել և շարաշահել է իր պաշտոնական դիրքը։ Այդ ազնիվ Բորիսը զրպարտություններ էր տարածել ժամանակ օրաթերթով, ինչի համար ճանաչվել է զրպարտիչ և դատարանի վճռով տուգանվել 300.000 դրամով։
Հաղորդավար Արտակ Վարդանյանը հայտարարում է. Ամբողջ Լեռնապատն է դուրս եկել այս բողոքի դեմ եւ Լեռնապատը աղաղակում է, բայց ոչ մեկ չեն լսում։ Նախ ամբողջ Լեռնապատը չի բողոքում, այլ մի քանի հոգի։ Լեռնապատի բնակչությունը 2000-ից ավելի է, իսկ տաղավարում ներկա են մի քանի ընդդիմադիրներ։ Բողոքը մի հոգի կլի թե ամբողջ գյուղը։ Ապա հաղորդավարին հիշեցնենք, որ ինքը պարտավոր է հմեկի եթերից խոսել գրական հայերենով, բայց ոչ մեկ չեն լսում արտահայտությունը սխալ է, ճիշտ ձևն է, բայց ոչ մեկը չի լսում։ Ինչ վերաբերում է ավտոբուսի կանգառում կատարած նկարահանմանը, ապա պետք է նշեմ, որ լրագրողներն օգտագործել են մի հնարանք, որ տպավորություն ստեղծեն, թե ամբողջ գյուղն է բողոքում։ Իսկ Վանաձորից Լեռնապատ եկող ավտոբուսի մոտ աղմկում են դարձյալ նույն բողոքավորները, ովքեր տաղավարում են։ Ավելին, Կամսար Թամարյանը երազում տեսած գումարներ է ներկայացնում, որոնք ստացել են իմ բարեկամները, ապա ավելացնում է, թե իբր ես քանդել եմ գյուղը եւ միլիոններ եմ կերել։ Իրականում այդ զրպարտության համար Կամսար Թամարյանն արդեն իսկ դատարանի վճռով ճանաչվել է զրպարտիչ եւ տուգանվել 200,000 դրամով։ Լրագրողը շարունակելով Կամսարի լուտանքները հավելում է. Գյուղացիները վստահեցնում են, որ գյուղապետը բացի համայնքի բյուջեն մսխելուց յուրացնում է անապահով ընտանիքների համար նախատեսված նպաստներն ու հերթով դատի տալիս համագյուղացիներին։ Սկսնակ լրագրողին սովորեցնեմ, որ ինքը պարտավոր է ստուգել տեղեկությունները, ապա նոր միայն հրապարակել։ Այդ առումով եվրոպական դատարանների վճիռներում հստակ ամրագրել է։ Լրագրողների տեղեկատվություն տարածելու իրավունքի պաշտպանությունը պահանջում է, որ վերջիններս գործեն բարեխղճությամբ եւ տիրապետեն արժանավատ փաստական հիմքերի, տրամադրելով հավաստի եւ կոնկրետ տեղեկատվություն լրագրողական էթիկայի նորմերին խիստ համապատասխան։ Նույն լրագրողները եկել են գյուղապետարան եւ ինձ հետ զրույց են ունեցել, որտեղ ես ասել եմ, որ բողոքողները հարկերից խուսափողներն են եւ ինքնակամ շինություն կառուցողները, որի համար գյուղապետարանը դատի է տվել նրանց։ Չգիտես ինչու, լրագրողները մոռացել են այս մասին խոսել։ Ավելին, ես նրանց առաջարկեցի դժգոհության իրական պատճառները հասկանալու համար իմ ուղեկցությամբ որոշ նկարահանումներ կատարել գյուղում, սակայն նրանք ինձ ասացին, թե շտապում են Ալավերդի։ Իրականում նրանք շտապեցին Լեռնապատի 5 գյուղ, ավտոբուսի կանգառ, որտեղ նրանց սպասում էին բողոքավորները, որպեսզի ավտոբուսի տիշնողներին հրահրեն իմ դեմ բողոքելու։ Դեռ ասում եմ որ 5 հոգի են, դեռ խոսած եք ով։ Նկարահանմամբ պարզ տեսանելի էր, թե ինչպես բնակիչներն իջնում էին ավտոբուսից եւ հեռանում, իսկ բողոքավորները նրանց ամոթանք էին տալիս, որ չեն բողոքում։ Տաղավարում իր բողոքավոր ամուսնու կողքին կանգնած հավատացյալ Ռիմա Միտիչյանը հայտարարեց, որ գյուղում ոչ մի աղքատ մարդ օգնություն չի ստացել, այլ ստացել են միայն գյուղապետի հարազատները։ Նշեմ, որ Ռիմա Միտիչյանի ամուսինը իր կողքին կանգնած Ղարիբ Միտիչյանը, որին հաղորդավարը չգիտես ինչու Ղազար է անվանում, ստացել է 55,000 դրամ օգնություն։ Նրանց տղան Արկադի Միտիչյանը 120,000 դրամ, մյուս տղան Հովանես Միտիչյանը 50,000 դրամ։ Հարսները Սիրուշ Մատենյանը եւ Քրիստինե Պապինյանը եւս ստացել են օգնություններ։ Ոչ մի քասիվ ստեղ չկա, ոչ մի, ասենք, օգնություն ստացող ստեղ աղքատ մարդ չկա։ Տաղավարում լուր նստած Հովանես Մելքոնյանը եւ նրա եղբայր Գևորգ Մելքոնյանը ստացել են 50,000 դրամ օգնություն։ Տաղավարում կանգնած Բորիս Աշրաֆյանն ստացել է 10,000 դրամ օգնություն։ Տաղավարում կանգնած Սամվել Թամարյանը, ով ոգևորված շարունակում է, թե Իվետա Թամարյանը մեր հարսն է եւ ստացել է օգնություն, մոռացել է, որ Իվետա Թամարյանն իր ազգականն է, իսկ ամենանողկալին այն է, որ ինձ հեգնանքով ազնիվ է անվանում, սակայն չի ասում, որ ինքն անձամբ ստացել է 175,000 դրամ օգնություն։ Սամվել Թամարյանի եղբայրը տաղավարում լուր նստած Նորայր Թամարյանը եւս ստացել է 50,000 դրամ օգնություն եւ այլն։ Ընդհանուր առմամբ 2001-2009 թվականներին Լեռնապատ համայնքի բյուջեից 300-ից ավելի բնակիչներ ստացել են 5,000-ից 50,000 դրամի չափով օգնություններ։ Համայնքի ցանկացած բնակիչ, այդ թվում եւ գյուղապետի բարեկամը,
կարող է դիմում գրել իր համայնքի ղեկավարին օգնություն ստանալու խնդրանքով, որը ՀՀ վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին օրենքի պահանջներին համապատասխան մակագրվում է համայնքի ղեկավարի կողմից եւ ներկայացվում համայնքի ավականու հաստատմանը։ Ավականին է որոշում օգնություն տալ կամ չտալ, իսկ տալու դեպքում նաեւ որոշում է գումարի չափը, բնականաբար համայնքի ղեկավարի ներկայացմամբ եւ իրենց առաջարկությամբ։ Լեռնապատ համայնքի ավականու որոշմամբ օգնություն ստանալու բոլոր դիմումները բավարարվել են, այդ թվում նաև գյուղապետի բարեկամների դիմումները, իսկ գյուղապետի բարեկամների դիմումները քննարկելիս օրենքի համաձայն համայնքի ղեկավարը ձեռնպահ է մնում եւ իրավունք չունի մասնակցելու քննարկմանը։ Նույն Սամվել Թամարյանը հայտարարեց. Ստեր մի տղա նստած 4 հատ երեխա ունի, անառողջ երեխեք են, թե 3 հատ երեխա ունի, ես точно չգիտեմ, նրանց այդ երեխանց նպաստներն էլ ակերը, քրական գործ կա, քրական գործ էս տղու վրով է։ Դա ակնհայտ սուտ է, քանի որ քրական գործ էր հարուցվել իբր նրան կեղծ տեղեկանք տալու համար։ Խոսքը տաղավարում համերացած Լեոնարդ Ղումաշյանի մասին է, ով Սամվել Թամարյանի եղբայր Կամսար Թամարյանի չոբանն է, եւ ցուցմունք է տվել, թե իբր ինքն առանձին տնտեսություն չի եղել, իսկ գյուղապետն իրեն տեղեկանք է տվել առանձին տնտեսություն լինելու մասին։ Եվ ինքը նպաստ է ստացել պետությանը այդպիսով պատճառելով 1 միլիոն դրամի վնաս։ Նախաքննության մարմնի հանձնարարությամբ Լոռու մարզպետանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունում կատարվել է Լեոնարդ Ղումաշյանի ընտանիքի կողմից ստացած ընտանեկան նպաստի օրինականության ճշտում եւ կազմվել է համապատասխան եզրակացություն։ Մեջ բերում եմ եզրակացությունից։ Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Լեոնարդ Ղումաշյանի ընտանիքը 2004 թվականի փետրվարի 20-ին Լեռնապատի ավականու թիվ 12 որոշմամբ տրոհվել եւ հաշվառվել է առանձին տնտեսություն, որի հիմքով համայնքի տնտեսական դեպքում կատարվել է համապատասխան գրանցում։ Տնտեսական դեպքերի փոփոխությունից հետո Լեոնարդ Ղումաշյանի հոր Ապավեն Ղումաշյանի ընտանիքը հաշվառված է 397 անձնական հաշվի տակ, իսկ Լեոնարդ Ղումաշյանի ընտանիքը 597 անձնական հաշվի տակ։ Համայնքի ղեկավարը քաղաքացի Լեոնարդ Ղումաշյանի ընտանիքի կազմի մասին տեղեկանք տալով խախտումներ թույլ չի տվել։ Սա է քրական գործի հիմքում ընկած հանցակազմի արդիվ տրված մասնագիտական եզրակացությունը։ Հաղորդավարը հայտարարում է, թե գյուղապետն ասում է 5 մարդ են բողոքում, իսկ տաղավարում 15 հոգի է տեսնում։ Իրականում տաղավարում Լեռնապատից են Սամվել, Նորայր, Կամսար Թամարյան եղբայրները իրենց կանանց հետ, Կամսարի Չոբանը, 2 հարևանը եւ Զոքանչը, Ղարիբ Միտիչյանը եւ իր կինը, Ֆարադ Ոսկանյանի եւ իր կինը, Բորիս Աշրաֆյանը, Հովհաննես Մելքոնյանը, Մաքսիմ Միտիչյանը, Արտյոմ Սարգսյանը։ Փաստենք, որ խոսքը մի քանի ընտանիքի մասին է։ Սամվել Թամարյանն ասում է, վարչական տուժյայի ենթարկել մարզպետը, դա ակնհայտ սուտ է, նման բան չի եղել։ Ղարիբ Միտիչյանն ասում է, թե գյուղապետարանի 4 կողմը պարսպապատել է, խողովակներ է անցկացրել եւ այգի է տնկել։ Ճշտենք, որ տարածքը ոչ թե պարսպապատվել է, այլ ցանկապատվել է եւ հիմնվել է որոշող այգի, որը նախատեսված է եղել համայնքի զարգացման քարամյա ծրագրով։ Այդ դեպքում որտեղ մնաց Կամսար Թամարյանի հայտարարությունը, լավ նախագահ ներկայանող եղը քանդի, այսքան միլիոնները կերել է, նայեք գյուղի վիճակը։ Չէ որ Ղարիբը ոչ թե քանդելու, այլ շենացնելու փաստ է կայակոչում։ Ինչ վերաբերում է Ղարիբի առաջարկին գիշերային լուսավորություն ստեղծելու, իր խոսքով ստորբատ ընկելու մասին, ապա այդ հարցը մեզ եւս մտահոգում է։ Պարզապես 2008-2012 թվականի քարամյա ծրագրում այն չի ընդգրկվել։ Վստահեցնում եմ Ղարիբին, որ ընտրվելուց հետո 2012-2016 թվականների համայնքի զարգացման քարամյա ծրագրում հաշվի կառնեմ իմ առաջարկը, որպեսզի 5 գյուղում իր չունեցած թորներին տեսնելուց վերադառնալիս գայլերն իրեն չուտեն։ Սուսաննա Մաթևոսյանն ասում է, թե ինքը խոսել է համայնքի ժողովի ժամանակ եւ 200,000 դրամ տուգանվել։ Մենք ունենք մի հատ սկավառակ, որտեղ ինքը ժողով արել եւ ասում է, թե ինչ արել։ Եվ այդտեղ արտահայտվել են, որ եթե դու ուսանողներին օգնություն ես տվել, ծնողազուրկներին տվել ես, առաջ թոշակառուներին տվել ես, ես ունեմ եւ ուսանող, եւ առաջի կարգի հաշմանդամ, եւ ծնողազուրկ, եւ սպортսմեն, բայց ոնց է որ ինձ ոչ մի անգամ օգնություն չի հասել։ Ինքը դրա համար
դատի ա տվել ինձ եւ 200,000 դրամ տուգանել ա։ Իրականում օգնություն ունեցում առաջի կարգի հաշվանդամ ոչ մի անգամ օգնությունը չեք տվել, ունենք ծնողազույգ երեխա ոչ մի անգամ օգնություն չեք տվել, նաեւ բնակարանը չեք ապահովում։ Շատ դիմել եք դեր մերժելս։ Այո, ճանաչը չի ճանաչի, ինչ ես դարձի, որովհետև քեզ հարված չի։ այս հայ կինը իր լեզվի պատճառով համարվել է զրպարտիչ եւ տուգանվել է 200,000 դրամով ոչ թե իմ, այլ դատարանի կողմից։ Այժմ վերաքննիչ դատարանը եւս հաստատել է նրա զրպարտիչ լինելու հանգամանքը եւ տուգանքը թողել ուժի մեջ։ Հայտարարվում է, թե իբր 12 մարդու դատի են տվել, ապա հրճվանքով ազդարարում է, թե տաղավարում գտնվող բոլոր մարդկանց դատի են տվել։ Ում է դատի տվել այստեղ տաղավարը։ Ես բոլորից 12 մարդու, Մեկ րոպե սապետի ճշտել։ Եկեք կանը պաշտպանը մեկ բանոր Եղազարյանը։ Իրականում այդտեղ հավաքվածներից զրպարտության համար դատի են տվել Կամսար եւ Սամվել Թամարյան եղբայրներին, Բորիս Աշրաֆյանին, Սուսաննա Մաթեոսյանին, Ղարիբ Միտիչյանին եւ Ֆահրադ Ոսկանյանին։ Պետք է ամաչեն այդ մարդիկ, ոչ թե ծափահարեն, որ դատարանն իրենց ճանաչել է զրպարտիչ եւ տուգանել։ Իսկ պետք է այստեղ հրավիրված լիներ համայնքի ղեկավարը, չի եկե, ինքը խոսափել է։ Իսկ մարզպետարանի թիմ վարչության պետի տեղակալ Ժիրայր Ղազարյանի խոսքը, թե իբր ես խուսափել եմ հաղորդմանը մասնակցելուց, ճիշտ չէ, քանի որ ես չեմ խուսափել, այլ լրագրողի զանգինի պատասխան տեղեկացրել եմ, որ այդ բողոքավորները դատարանի վճռով ճանաչվել են զրպարտիչներ, իսկ ես այդ մակարդակի մարդկանց հետ եթերում հաղորդակցվելու ցանկություն չունեմ։ Ֆինանսական չարաշահումներ եղել են եւ արձանագրվել է։ Ուրեմն ասեմ, ֆինանսների նախարարությունը երկու անգամ ստուգումներ է իրականացրել, որի համար, ասենք, իրանք կազմել են համապատասխան ակտ եւ ներկայացրել է կառավարություն։ Մենք չենք տիրապետում։ Գյուղապետարանում ստուգմամբ ոչ մի ֆինանսական խախտում չի արձանագրվել։ Երկու անգամ կատարվել է ստուգում մարզպետարանի կողմից, երկու անգամ ֆինանսների նախարարության, մեկ անգամ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, մի քանի անգամ արդարադատության նախարարության փորձագետների կողմից, սակայն ոչ մի անգամ որևէ ֆինանսական խախտում չի արձանագրվել։ Հաղորդավարը հայտարարեց, թե գյուղապետի կողմից փոխվել են հողի կատեգորիաները։ Նաև ես տեղյակ եմ, որ հողի հարկի կատեգորիաներն են փոխվել եւ հարկերը։ Այո, փոխել է։ Հողի կատեգորիան եւ հողի կարգը տարբեր տերմիններ են։ Հողի կատեգորիան համայնքի ղեկավարը փոխելու իրավունք չունի։ Այդ իրավունքը տրված է ՀՀ կառավարությանը։ Իսկ հողի կարգը կառավարության թիվ 1066-N որոշմամբ ցածրարժեքից բարձրարժեք դարձնելու իրավունք համայնքի ղեկավարն ունի, իսկ հակառակը ոչ։ Ինքը իր յուրայիններին, իր մտերիմների հողի կարգերը անգամա բարձր դրել որ նրանք կոպեկներ են տալի։ Ֆահրադ Ոսկանյանի այն տեղեկությունը, թե երբ գյուղապետն իր բարեկամների հողի հարկը դարձրել է կոպեկներ, պարզապես ծիծաղելի սուտ է, մանավանդ որ այդ ուղղությամբ կատարվել է ստուգում եւ նկատվել է հողի կարգի փոփոխման երկու դեպք, այն էլ գյուղապետի այժմյան տեղակալի եւ նախկին քարտուղարի հողը սխալմամբ գրվել էր ցածրարժեք, իսկ գյուղապետի հանձնարարությամբ դարձվել է բարձրարժեք։ Հողի կարգի փոփոխման այլ դեպքեր չկան եւ բարեկամների հողի հարկի էժանացման մասին խոսք լինել չի կարող։ Վախի մեջ ենք, մեր երեխեքներն են վախամարդ։ Ինչ վերաբերում է բնակիչներին վախեցնելուն,
որ եթերով ձեր տեսած բնակիչները վախեցած չեն, իսկ գյուղի մնացած բնակիչներն ձեր տեսածների նման չեն, եւ նրանք արդեն 4 անգամ իրենց հարգանքն են արտահայտում իմ անձի հանդեպ, քվեարկելով իմ օգտին։ Հիմայքի բնակիչներին դատի է տալիս։ Լավ բան չի, հատկապես այն մարդկանց, ովքեր որ հաստատ այդ փողի խիստ կարիք ունեն։ Պատասխանում եմ, որ գյուղապետարանը բարեգործական հիմնարկ չէ, այլ տեղական ինքնակառավարման մարմին, որն ունի պարտադիր եւ պատվիրակված լիազորություններ պետության կողմից, որոնցից է նաեւ հողի հարկի հավաքագրումը։ Եթե տվյալ դեպքում Նորայր Թամարյանը չի վճարել 363,509 դրամ հողի հարկ, Սամվել Թամարյանը 231,327 դրամ, Կամսար Թամարյանը 179,091 դրամ, Ֆահրադ Ոսկանյանը 188,394 դրամ, Ղարիբ Միտիչյանը 167,512 դրամ, ապա այս պայմաններում համայնքի ղեկավարը պարտավոր է դատական կարգով գանձել հողի հարկը, ինչը սահմանված է օրենքով։ Ավելին, Լեռնապատ համայնքն արդեն 8 տարի անընդմեջ 100%-ով է կատարում սեփական եկամուտների հավաքագրումը, որի արդյունքում ունի բավարար ֆինանսական միջոցներ եւ կարողանում է լուծել իր համայնքի խնդիրները, երբևիցե չի ունենում աշխատավարձի պարտքեր, նույնիսկ իրականացնում է տարբեր ծրագրեր համայնքի բյուջեի միջոցներով։ ՀԿ-ի հարգարժան նախագահը ճիշտ չի ասում, թե գյուղը հավաքվել է ուզում է իր գյուղապետին հանի։ Օրենքով ենք հանելու, թե հանելու ենք ծեծելով։ Պարոնը նաև փորձեց ինձ որակել որպես քրեական հանցագործ։ Ես ելույթներից հասկացա, եթե դրանք ճիշտ են, որ մենք գործ ունենք ոչ թե համայնքի ղեկավարի հետ, այլ գործ ունենք քրեական հանցագործի հետ։ Սակայն բողոքողներին օրենք սովորեցնողին ինքս հիշեցնեմ, որ հրասահմանադրության 21 հոդվածով մեջբերում եմ, հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Մեղադրյալը պարտավոր չի ապացուցել իր անմեղությունը, չփարատված կասկածները մեկնաբանվում են օգուտ մեղադրյալի։ Հաղորդավարին հիշեցնենք, որ ինքն իբր փորձում է կապ հաստատել գյուղապետի հետ։ Մենք այս պայմանի դեպ փորձում ենք ուղիղ կապ հաստատել գյուղապետի հետ, որքանով կստացվի թե ոչ, բարձ չէ։ Սակայն մինչև այժմ էլ մոռացել է այդ մասին։ Անգամ չի էլ փորձել, սակայն չգիտես ինչու, տպավորություն էր ուզում ստեղծել, թե զանգում է ինձ։ Տարօրինակ է ոմն լրագրող Արմանի տպավորությունը։ Գյուղ մտնելուն պես դուք տեսնում եք Լենինի դամբարանը հիշեցնող գյուղապետարանը։ Անհասկանալի է, թե ինչից է ծնվել այդ տպավորությունը, մանավանդ որ գյուղապետարանում ինձ հետ հանդիպման ժամանակ ինքը բախտ չունեցավ Լենինի գլուխը տեսնել։ Ինչ վերաբերում է ավտոբուսի վարորդի խնդրին, ապա հաղորդումը եթե հեռարձակելուց առաջ վարորդը վերադարձել է Ռուսաստանից եւ այժմ աշխատում է, այնպես որ ձմռանը երեխաները կրթությունից չզրկվի եւ ավելորդ է պարոն լրագրողի այն տագնապը, մանավանդ որ նա փորձում է երեխաների դպրոց գնալ-չգնալը կապել համայնքի ղեկավարի հետ։ Հարգարժան պարոնը ֆինանսիստ է, որ ասում է սիստեմատիկ պետք է չարաշահի իր դիրքը, ես չգիտեմ երեխաներին կրթությունից զրկելը սիստեմատիկ չարաշահում է թե ոչ, բայց ես կարծում եմ, որ դուք պարոնայք մեղավոր եք դրանում։ Նրան պարզապես հիշեցնեմ, որ ոչ մի համայնքում գյուղապետարանը հատուկ ավտոբուս չի պահում, որ աշակերտներին դպրոց տանի։ Դա արժանապատգամավոր Արկադի Համբարձումյանի բարի ցանկության արտահայտությունն է, ով ավտոբուս է նվիրել գյուղին, եւ գյուղապետի բարի կամքի դրսևորումը, որ համայնքի բյուջեի հաշվին աջակցում է դպրոցին։ Իսկ պարոն լրագրողը ավտոբուսի վարորդի բացակայությունը որակում է որպես գյուղապետի կողմից դպրոցականներին կրթությունից զրկելու փաստ եւ ջանում է այն որակել որպես գյուղապետի կողմից կատարվող սիստեմատիկ չարաշահում։ Հետաքրքիր է, երբ այդ ավտոբուսը չկար, ով էր զրկում դպրոցականներին կրթությունից։ Դպրոցը համայնքային ենթակայության հիմնարկ չէ, այլ պետական ոչ առևտրային կազմակերպություն, մարզպետարանի եւ նախարարության ենթակայության։ Համաձայն դրական ինքնակառավարման մասին օրենքի 70-րդ հոդվածի դրական ինքնակառավարման մարմինները պետական կառավարման մասը չեն եւ համայնքի ղեկավարն օրենքով որևէ պարտականություն չունի երեխաներին դպրոց տեղափոխելու հարցում։ Ավելին, մարզպետարանը ևս նման պարտականություն չունի։
Լրագրողը կարող էր աշակերտների դպրոց հաճախելու մասին տեղեկություն ստանալ ոչ թե մանկահասակ երեխաներից, այլ դպրոցի տնօրենից։ Ես չտեսա գետ 1 քառակուսի ասֆալտապատած տարածք։ Երբ որ դուք բարձրանում եք 5 յուղը վերևի մասը, դուք հանդիպում եք երեխաների, որոնք շատ ուղղակիորեն ձեզ ասում են, երբ որ ձյուն տեղակամ անձրև, ես դպրոց չեմ գնալու։ Լրագրող Արմանը շուրջ 2 կիլոմետր ասֆալտապատ ճանապարհով հասել է գյուղ, սակայն չգիտես ինչու չի նկատել, որ ասֆալտապատ ճանապարհով է անցել։ Սակայն տեղեկացնենք լրագրողին, որ Լեռնապատի ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն ընդգրկված են ծրագրում եւ առաջիկայում ՀՀ կառավարությունը կլրացնի այդ բացը։ Լրագրողին պարզապես բացատրեմ, որ Լեռնապատ համայնքի տարեկան բյուջեն կազմում է մոտ 40 միլիոն դրամ, իսկ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն ըստ կատարված նախագծի կազմում են 630 միլիոն դրամ։ Ուստի համայնքի ղեկավարի բյուջեի միջոցներով երբևէ չի կարող այդ ճանապարհն ասֆալտապատել։ Թեև ամեն տարի գյուղապետարանը կատարում է ճանապարհի վերանորոգման աշխատանքներ։ Հաղորդավարը հայտարարեց, Գյուղացիները խաբեությամբ ցուցմունքներ են հավաքել։ Կա այսպիսի փաստարկ թե ոչ։ Նա նկատի ունեն ստորագրություններ հավաքելը։ Իրականում Լեռնապատի 5 հայտնի բնակիչները 248 լեռնապատցիների խաբեությամբ ստորագրել են տվել գյուղապետի դեմ ուղղված բողոք, սակայն ստորագրողները տեղյակ չեն եղել, թե ինչի տակ են ստորագրում։ Նրանց հիմնականում խաբել են, թե ստորագրահավաք է կազմակերպվում, որ ճանապարհն ասֆալտապատվի։ Եղբայրներ Սամվել եւ Կամսար Թամարյաններին դուր չի գալիս, որ ես շատ երկար աշխատում եմ։ Ինչպես իրենք են ասում, աշխատանքային ժամերը եւ շաբաթ գիրադին իրանք ունեն կրուգլասոտշնի գրի ու գրի։ Հավատացնում եմ, որ իրենց նման բողոքներ չեն գրում։ Այլ օրվա մեծ մասն աշխատում եմ համայնքի խնդիրների լուծման ուղղությամբ, թեև հասցնում եմ զբաղվել նաև գիտությամբ։ Վերջին 2 տարվա ընթացքում բողոքող եղբայրները իմ դեմ տասնյակ բողոքներ են գրել, եւ ինչպես Սամվել Թամարյանն է ասում, այդ բողոքների դիմաց մի մեշով պատասխան ունեն։ Իսկ այդ 2 տարվա ընթացքում ես գրել եմ 2 գիրք, 8 գիտական հոդված, մասնակցել եմ հայագիտական միջազգային 2 գիտաժողովի, միաժամանակ հասցրել եմ գրել 100 էջից ավել ցուցմունք եղբայրների բողոքի հիման վրա հարուցված քրեական գործի համար։ Քանի որ Մաքսիմ Միկինյանին թվում է, թե գյուղապետի աշխատանքից դուրս գալու հետ է կապվում իր համար տուն կառուցելը, իմ ընտանիքը զրկվել է տուն ստանալու իրավունքից։ Փոքրիկ Մաքսիմին եւս մեկ անգամ, այս անգամ էլ եթերից հիշեցնենք, որ ինքն ունի հողային վեճ իր խնամի Գագիկ Չիլինգարյանի հետ։ Իսկ հողային օրենսգրքի 114 հոդվածով հողային վեճերը ենթակայեն լուծման դատական կարգով։ Գյուղապետը Մաքսիմի եւ իր խնամու համար դատավոր չէ։ Ես ասում եմ իմ ընտանիքից զրկվում է։ Կամսար Թամարյանը հարց է ուղղում մարզպետանի աշխատակիցներին։ Մարզպետանը իմացավ, որ մերել բերեցին դրեցին գյուղապետանը։ Պատասխանում եմ, որ հանգուցյալ քնարիկ Գարեգինովնան թաղվել է ոչ թե գյուղապետարանից, ինչպես պնդում են նրանք, այլ համայնքային կենտրոնի հանդիսությունների սրահից, քանի որ նա շուրջ 50 տարի եղել է Լեռնապատ տարեցների պարային համույթի անդամը, պարել է անգամ Կրեմլի համագումարների պալատում եւ բնականաբար արժանի է եղել այդ պատվին ու հարգանքին։ Եթե բողոքավորներն ունեն արժանինքներ, թող չնախանձեն անգամ մեռած մարդուն եւ այնպես ապրեն, որ արժանանան պատվավոր թաղման։ Ինչ վերաբերում է մարզպետանի տեղյակ լինելուն, ապա Լոռու նախկին մարզպետ Արամ Քոչարյանը մարզպետարանի թիմ վարչության պետ նախկին պետ Վանիկ Ասատրյանի հետ ծաղկեպսակով հանդերձ անձամբ է այցելել այդ արարողությանը։ Իսկ վերջում հաղորդավարը հարցադրում է անում մարզպետանի աշխատակիցների Ռեալ, ավելի ստույգ, ինչ են անում գյուղացիները։ Որի պատասխանը Ժիրայր Ղազարյանը տալիս է անուղակի։ Յուրաքանչյուրը իր մեր երկրում իր գործով զբաղվում։ Խոտ չենք ընձել, բան չենք ընձել։ Իսկ ես պարզապես պատասխանեմ ուղակի, քանի որ խոտ չեն հնձել, ինչպես իրենք են ասում, գնում են խոտ հնձելու։ Ճիշտ է Սամվել Թամարյանը, երբ ասում է, թե իրենք անգրագետ մարդիկ են եւ օրենք չգիտեն։ Այն որ ռեխը կախարած գրել ատում, այդ ով է տալու։ Եթե մենք ուզում ենք իրավական պետություն կառուցենք, պետք է մենք Իվանոյի նմանները չլինեն։ Մենք եկել ենք ձեր կորած մոլորած գյուղապետին պաշտպանել։ Ես նրան ընդհանրապես չեմ ճանաչում եւ չեմ էլ ուզում ճանաչեմ։ Վիրավորանքների հարտության մեջ նրանց չեմ պատասխանում, քանի որ չեմ ուզում իջնել իրենց մակարդակին։
Շան տղալ եմ, հա։ Մեր հարևան Բելմոնտ ինձ ասավ այ ախմախ։ Վերջում շնորհակալություն եմ ուզում հայտնել այն անծանոթ երիտասարդ փաստաբանին, ով շատ դիպուկ կռահել էր, որ հաղորդումն իրականացվում է միակողմանի, պետք է լսել գյուղապետին, որովհետև նա իր հերթին ունի իր դիրքորոշումները յուրաքանչյուր հարցի վերաբերյալ։ Եվ այն հարցը, թե իրականում ինչ է կատարվում Լեռնապատում, այդպես է մնում է չբացահայտված։ Ուստի, հարկ եմ համարում այս ամենից հետո պարզապես տեղեկացնել, որ Լեռնապատում շուրջ 2 տարի կռիվ է սկսվել ՀՀ նախագահի նախկին աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանի եւ իր նախկին գործընկերոջ Սամվել Հարությունյանի միջև բազարտի քարանքի համար։ Տաղավարում հավաքված մարդիկ Կամսար Թավարյանի եղբայրներն են իրենց կանանցով ու մտերիմներով, իսկ Կամսար Թավարյանն Արտաշես Թումանյանի սեփական քարանքի պահակն է։ Ահա թե ինչ է գրում դեկտեմբերի 2011 թվականին Սամվել Հարությունյանը հետ օնլայն կայքում տեղադրված լրատվամիջոցներին ուղղված բաց նամակում։ Մեջբերում եմ։ Արտաշես Թումանյանն իր քարանքի պահակ Կամսար Թավարյանի եւ նրա մերձավորների միջոցով բարբերաբար շանտաժի է ենթարկում Լեռնապատի գյուղապետին, որ գյուղապետը խզի ինձ հետ կնքած վարձակալության պայմանագիրը։ Եվ տեսնելով, որ գյուղապետը չի խզում այն, Թամարյան եղբայրներն իրենց մերձավորների հետ պահանջում են գյուղապետի հրաժարականը։ Թումանյանի նպատակն այն է, որ գործող գրագետ եւ սկզբունքային գյուղապետի փոխարեն գյուղապետ դառնա իր կամակատարը։ Մեջբերման ավարտ։ Մեր ջուղը գործումա կնքահոր կինոն, սիցիլական մաֆիայի կինոնա, որի մասին ինքս գերադասել եմ չբարձրաձայնել, մտածելով, որ պարոնայք Արտաշես Թումանյանը եւ Սամվել Հարությունյանը մի օր կհաշտվեն եւ Լեռնապատի այդ մի քանի բնակիչները կդադարեն իրենց բողոքը։ Մինչդեռ նրանք լրատվության միջոցներով վարկաբեկելով ինձ, փորձում են հիասթափեցնել, որ ես հրաժարական տամ։ Գյուղապետի հրաժարականի պահանջով գյուղացիներն ու մասես չեն դիմել մարզպետարանից մինչև կառավարություն։ Մեկ անգամ ես հավաստիացնում եմ բողոքողներին եւ նրանց հրահրողներին, որ ես հրաժարական չեմ տալու։ Ընդհակառակը 2012 թվականին նորից եմ առաջադրելու ինտեգրացությունը 99%-ով ձայն ենք տվել եւ թող լեռնապատցիներն ընտրությամբ որոշեն, թե ով է լինելու իրենց գյուղապետը։